Կլիմայի փոփոխության եւ գլոբալ ջերմացման համար թիվ 1 պատասխանատուն համարվում են ջերմոցային գազերն ու դրանց ավելցուկը մթնոլորտում։ Ջրային ռեսուրսները կլիմայի փոփոխությունից մեր տարածաշրջանում ամենախոցելի ռեսուրսն է դառնալու։ Պատճառը հենց այդ գլոբալ տաքացում կոչվածն է, էլի։ Հայաստանում միջին ջերմաստիճանի փոփոխությունն ավելի արագ է տեղի ունենում։ Ջերմաստիճանի բարձրացումը միանշանակ է։ Հենց այդ պատճառով էլ Եվրամիությունը նաև Հայաստանում է աջակցում այնպիսի ծրագրերի, որոնք ավելի կանաչ եւ կայուն կդարձնեն երկիրը։ Մենք պետք է աշխատենք ինչպես էներգոարդյունավետության, այնպես էլ վերականգնվող էներգիայի արտադրության վրա։ Ջրերը կորել են։ Չկա, հենց չասեն, որ այստեղ ջուր կար, մի փոխվել անդեղ։ Չկա, ուղղակի ցամաքել կորել է։ Օձունցի Եզեկ Աղվանյանը խորհրդային տարիներին Լոռու մարզում գլխավոր գյուղատնտես է եղել։ Տարածքին, կլիմային եւ աղբյուրներին լավ ծանոթ է։ Ասում է, շատ աղբյուրներ եւ գետեր հիմա ցամաքել են ու միայն տասնամյակներ առաջ հրատարակված գրքերից կարելի է տեղեկանալ, որ տարածքում ժամանակին ջուր է եղել։ Այ կոնկրետ արդվին երկու փոս ունի, չէ՞, օծի պորտը, մեկ էլ այն կողքի փոսը։ Երկուսովն էլ իր պատմության գիրք ունի, գրքում գրած է, որ երկու գետերի արանքը, բայց մի ինչ երկու գետ խմելու ջուր չունեն։ Կորել են ջրերը, լրիվ կորել են։ Նկատում է ավելացել ու երկարել են երաշտները, տաք ձմեռների հետևանքով նաև հետագա ցրտահարությունները, երբ վաղ բողբոջած ծառերը ցրտահարվում են գարնանը վրա հասած կարճատև սառնամանիքներից։ Դեղցենին ասենք, որ մինուս 3 ցրտահարվում, շատ պատահական տարի, որ ցրտահարվել է։ Իսկ մի չէ, դարել արդեն ոնց որ պարբերաբար ելում է այդ բանը։ Հոնը, որ մեզ մոտ ցրտահարված չի ընդհանրապես, արդեն այս քանի տարի է ցրտահարվում է։ Պատճառը հենց այդ գլոբալ տաքացում կոչվածն է, էլի։ Շուտ բացվում է, ուժ գարնան այն ցրտահարությունների պատճառով ցրտահարվում բերքը կորչ։ Կլիմայի փոփոխության արդյունքում վերջին տասնամյակներում աշխարհում միջին ջերմաստիճանն արդեն իսկ մոտ 1.1 ցելսիուսով բարձրացել է։ 2024-ին առաջին անգամ այն անցել է 1.5 աստիճանից։ Առաջիկա 5 տարում հնարավոր է դա արդեն դառնա կայուն ցուցանիշ։ Հայաստանում միջին ջերմաստիճանի փոփոխությունն ավելի արագ է տեղի ունենում։ Եթե համեմատենք 1960-ականների հետ, կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանում միջին ջերմաստիճանը 1.3 աստիճանով բարձրացել է, իսկ տեղումները 9%-ով նվազել։ Ըստ Համաշխարհային բանկի Հայաստանում առաջիկա 50 տարում միջին ջերմաստիճանը կարող է աճել 4.7 աստիճանով, ինչը զգալի բարձր է գլոբալ տաքացման միջին ակնկալվող մակարդակից։ Կանխատեսումների համաձայն Հայաստանում գետային հոսքը կարող է մինչև 2040 թվականը նվազել ավելի քան 13%-ով։ Ու եթե հիմա քայլեր չձեռնարկվեն, Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն առաջիկա 25 տարում զգալի կնվազեն բերքատվությունը, անասնապահությունը, քանի որ կնվազեն ոռոգվող հողերն ու արոտավայրերը։ Այս փոփոխությունները, ինչպես նաև ավելացող հեղեղումները, երաշտները, հրդեհները, կարկուտներն ու սողանքները Հայաստանը դասում են Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ամենախոցելի երկրների շարքում։ Լեռնային երկիր լինելով եւ ինչպես ասեցի, ծովին ելք ունեցող այդ երկու արգումենտով ենք մենք միշտ բանակցային գործընթացում նշում Հայաստանի խոցելիությունը եւ մյուս արգումենտն է նա, որ մենք ունենք հարուստ կենսաբազմազանություն, որը նույնպես կլիմայի փոփոխությունից խոցելի է։ Ջերմաստիճանի բարձրացումը միանշանակ է, տեղումների փոփոխությունը ունի տենդենս նվազեցման եւ արտակարգ երևույթների հետ կապված իհարկե մենք օվկիանոսի մակարդակից այդքան չենք ազդվում, ինչպես կղզի երկրները։ Բնապահպանական առումով խնդիրներն ամենուր են։ Հայաստանի տնտեսությունը կախված է ներմուծվող վառելիքից, հիմնականում բնական գազից, որը ջերմոցային գազերի արտանետումների մեծ մասի պատասխանատուն է։ Օդի աղտոտվածության մակարդակով Հայաստանը աշխարհում 31-րդն է մեքենաների արտանետումների, շինարարության ու հանքավայրերի ու նաև գրեթե ամեն տարի ամռանը ծխացող Նուբարաշենի աղբավայրի պատճառով։ Խնդիրը ջրի սակավությունը, դրա պատճառը ոչ միայն շարունակ նվազող տեղումներն են, այլև ջրառը Արարատյան դաշտավայրում ու Սևանում ու հարևան Թուրքիայի քաղաքականությունը, որ իր տարածքում ամբարտակներ է կառուցում եւ Հայաստան հասնող ջրի հոսքը կրճատում։ Կլիմայի փոփոխություններին դիմագրավելու համար աշխարհում 2015 թվականին է կարևոր մի որոշում կայացվել։ Փարիզի համաձայնությունն է, որով ավելի քան 190 երկրներ, այդ թվում Հայաստանը, համաձայնել են միջոցներ ձեռնարկել գլոբալ տաքացման տեմպերը մեղմելու համար։ Գիտնականները հաշվարկել են, եթե երկրագնդի ջերմությունն ավելի բարձրանա, անդառնալի գործընթացներ կսկսվեն եւ անկախ մարդկության հետագա քայլերից գլոբալ տաքացումն այլևս դանդաղեցնել չի հաջողվի։
Մտահոգիչ միտումներն արդեն ակնհայտ են։ Խաղաղովկյանոսյան մի քանի կղզիներ ամբողջովին դատարկվել են, իսկ հարևան Իրանում երաշտի պատճառով անգամ չեն բացառում, որ կարող են մայրաքաղաք Թեհրանի բնակչությանը ժամանակավոր տարհանել։ Ջրային ռեսուրսները կլիմայի փոխությունից մեր տարածաշրջանում ամենախոցելի ռեսուրսն է դառնալու եւ մենք տեսնում ենք մեր հարևան երկրում իրավիճակը, մենք նույնպես դրանից պաշտպանված չենք, մեր ջրային ռեսուրսները տեղումները մոտ 9%-ով նվազել են միջին նորմայի նկատմամբ եւ դա քանի գնա ավելի է սրվելու, ինչի որտեղ միանշանակ մենք այսօրվա եղանակով էլ տեսնում ենք, որ ջերմաստիճանը բարձրացումը, տեղումների նվազումը ակնհայտ է, այստեղ մասնագետ պետք չի լինել եւ նշանակում է, եթե ջերմաստիճանը բարձրանա, ջրի նկատմամբ պահանջը ավելանալու է։ Կլիմայի փոփոխության եւ գլոբալ ջերմացման համար թիվ 1 պատասխանատուն համարվում են ջերմոցային գազերն ու դրանց ավելցուկը մթնոլորտում։ Այս գազերը ածխաթութու գազ, մեթան, ազոտի օքսիդ երկրի մթնոլորտում կատարում են նույն դերն, ինչ ապակին ջերմոցում, այսինքն չեն թողնում, որ արևի տաքությունը ամբողջությամբ հետ վերադառնա մթնոլորտ։ Եթե մթնոլորտում ընդհանրապես նման գազեր չլինեին, ապա երկրի ջերմաստիճանը զգալի ցածր կլիներ, միջինում մոտավորապես -18 աստիճան։ Բայց ջերմոցային գազերի ավելցուկն էլ հանգեցնում է խնդիրների, որքան շատ են այդ գազերը մթնոլորտում, այնքան, այսպես ասենք, հաստ է երկիրը պարուրող անտեսանելի վերմակը, ինչը հանգեցնում է երկրի մակերևույթի վրա ջերմության կուտակմանը կամ գլոբալ տաքացմանը։ Աշխարհում ջերմոցային գազերի ամենախոշոր արտանետող երկրներին, որ պատասխանատու են բոլոր արտանետումների 65%-ի համար, կարելի է հաշվել 1 ձեռքի մատների վրա։ Առաջինը Չինաստանն է, որին բաժին է ընկնում արտանետումների ողջ ծավալի 1/3-ը, ապա Միացյալ Նահանգներն են, Եվրամիությունը, Հնդկաստանը, Ռուսաստանը։ Մնացած երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների միայն մոտ 1/3-ը։ Եվրամիությունը, որին բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 6%-ը, 2019 թվականին մշակել է Green Deal, Եվրամիության կանաչ գործարք կոչվող քաղաքականությունը, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության կամ արտանետված ջերմոցային գազերի զրոյական հաշվեկշռի։ Սա չի նշանակում, որ արտանետումներ ընդհանրապես չեն լինելու, բայց նպատակն է այնպես անել, որ նախ արտանետումները նվազեն, եղածներն էլ կոմպենսացվեն այնպես, որ ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում այլևս չաճի։ Միջանկյալ նպատակով Եվրամիությունը ծրագրում է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի ընդհանուր զուտ արտանետումները կրճատել առնվազն 55%-ով 1990 թվականի մակարդակի համեմատությամբ։ And it was about having a comprehensive approach. Խոսքը կանաչ անցման եւ կլիմայի փոփոխության հետ կապված բոլոր մտահոգությունները լուծելու համապարփակ մոտեցման մասին է, որ թույլ է տալիս ֆինանսական ռեսուրսները, օրենսդրական փոփոխություններն ու վարվող քաղաքականությունը համատեղել Եվրոպայի համար ավելի կայուն կանաչ ապագա ստեղծելու համար ու նաեւ համագործակցելու Եվրոպայից դուրս գտնվող գործընկերների հետ։ Also in projection, also with the partners with which we have been working also outside Europe. Ինչպես է Եվրամիությունը պատրաստվում հասնել այս նպատակին։ Առաջին սկզբունքային փոփոխությունը մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը կրճատելն է։ Սա նշանակում է հանածո վառելիքի կիրառումը նվազեցնել, այն փոխարինել ավելի կանաչ տարբերակներով։ Արտանետումներից ամբողջությամբ խուսափել հնարավոր չէ, ուստի հաջորդ քայլը մթնոլորտ հասած ջերմոցային գազերի բացասական ազդեցությունը չեզոքացնելն է, դրանք մթնոլորտից որսալով եւ պահեստավորելով կամ ածխաթթու գազը բնականորեն կլանող անտառների մակերեսներն ավելացնելով։ 2020 թվականին ընդունված ծրագրի իրագործմանը COVID-ն իհարկե բավականաչափ խանգարեց, ասում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, սակայն Եվրամիությունը շարունակում է ներգրաված մնալ եւ հավատարիմ ավելի կայուն ապագա ստեղծելու հարցում ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի համար։ Հենց այդ պատճառով էլ Եվրամիությունը նաեւ Հայաստանում է աջակցում այնպիսի ծրագրերի, որոնք ավելի կանաչ եւ կայուն կդարձնեն երկիրը։ We have been working in the water sector. Եվրամիությունն աջակցել է ջրային ոլորտում, Սևանա լճի մաքրմանը, խմելու ջուրը գյուղական բնակավայրեր հասցնելուն։ The provision of water to houses across Armenia. Ջրի սակավության պայմաններում շատ կարևոր նախաձեռնություն է։ Էներգոարդյունավետությունն էլ մեր ուշադրության կենտրոնում է։ Օրինակ Երևանում մենք արդեն աջակցել ենք, որ ավելի քան 50 մանկապարտեզների շենքեր ավելի էներգախնայող դառնան։ Energy efficiency for more than 50 kindergartens. Վերջերս աջակցել ենք վերականգնվող էներգիայի ոլորտին Մասրիկում, արևային կայան ստեղծելու գործում։ Սա Հարավային Կովկասում այս տեսակի ամենամեծ եւ ամենաժամանակակից ներդրումն է։ Is the biggest investment and the most modern
investment of this type. Եվրամիությունը նաև ակտիվորեն ներգրավված է թափոնների կառավարման հետ կապված ոլորտներում, որ ավելի մեծ ուշադրություն է պահանջում Հայաստանում։ Սա ի դեպ հայաստանցիները շատ լավ գիտեն։ As the Armenian citizens know very well, by the way. Սակայն սա պահանջում է լրացուցիչ ջանքեր, ոչ միայն ֆինանսավորման առումով, այլև տարբեր մարմինների ստեղծման մակարդակում։ What I want to stress is that in all these sectors, Ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ոլորտներում նոր գործունեության կամ սարքավորումների համար ներդրումներ կատարելը միայն ծախսերի ծածկում չէ։ Դա նաև ներդրում է տնտեսական զարգացման նոր հնարավորություններում։ it is also investing in new opportunities for economic development. Բոլոր այս ոլորտներում Եվրամիությունը նաև իր փորձով է կիսվել Հայաստանի հետ, ասում է դեսպան Մարագոսը։ These are all fields in which Սրանք բոլորը այնպիսի ոլորտներ են, որոնցում անիմաստ է նորից հեծանիվ հայտնագործելը։ Շատ կարևոր է օգտագործել եղած փորձը, եւ այս առումով մենք առաջարկել ենք տարբեր հնարավորություններ այս փորձը կիսելու համար, այդ թվում ներդրումների կայունության հարցում, բայց նաև այն հարցում, թե ինչպես կարող է պետական հատվածը կամ նույնիսկ մասնավորը աշխատել այդ ոլորտներում։ or even the private sector can work in those areas. Իսկ արդյոք Հայաստանն ունի քաղաքականություն Եվրամիության կանաչ գործարքի պես երկարաժամկետ մի տեսլական, թե ինչ անել կլիմայի փոփոխության պայմաններում մարտահրավերներին դիմակայելու համար։ Ըստ փաստաթղթերի, այո, թեև Հայաստանի մասնաբաժինը ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներում շատ քիչ է, 0.02%-ից էլ պակաս, բայց Հայաստանը միացել է Եվրամիության կանաչ գործարքին ու նաև Փարիզի համաձայնագրերին միջազգային պարտավորություններ վերցրել աստիճանաբար նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները։ Կարճաժամկետ թիրախը 2030 թվականն է։ Մինչ այդ ջերմոցային գազերի արտանետումները 40%-ով պիտի պակաս լինեն 1990 թվականի արտանետումների համեմատ։ Երկարաժամկետ հեռանկարում մինչև 2050 թվականը եւս նպատակ կա հասնել կլիմայական չեզոքության։ Մեր համար շատ սկզբունքային է անցնել զրոյական ածխածնային արտանետումների, որի մեջ մտնում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որով փոխարինվի գազի վրա հենված էներգիայի արտադրության եւ օգտագործման ուղղությունը եւ ատոմային էներգիայի զարգացումը, որը նույնպես համարվում է կլիմայական տեսակետից զրոյական արտանետում ունեցող էներգիա արտադրության ձևաչափ։ Դա կարևոր է նաև մեր էներգետիկ անվտանգության համար։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ասում է, այն բոլոր նպատակները, որ կանաչ գործարքի քաղաքականությանն են առնչվում, առաջին հերթին բխում են հենց Հայաստանի կենսական շահերից եւ իրագործման դեպքում նպաստելու են, որ Հայաստանը իր անվտանգային ամենալուրջ խնդիրներից մեկը լուծի։ Հայաստանի կլիմայական, ասած, նպատակները շատ համահունչ են ազգային անվտանգության խնդիրներին։ Օրինակ հիմա Հայաստանը հիմնականում կախված է ներմուծվող բնական գազից։ Ընդհանուր էներգամատակարարման ավելի քան 60%-ը հենց կապույտ վառելիքն է ապահովում եւ կախվածության այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջատարներից մեկն է։ Հենց այս ոլորտին է բաժին ընկնում նաև ջերմոցային գազերի արտանետումների մեծ մասը՝ 2/3։ Նվազեցնելով ածխածնային կախումը Հայաստանը ոչ միայն իր ստանձնած պարտավորությունները կկատարի, այլև էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակը կբարձրացնի։ Բացի դրանից մեր ազգային նպատակներին համահունչ է նաև կլիմայափոխության հարմարվելու խնդիրը, որովհետեւ այստեղ կա գյուղատնտեսությունը ավելի արդյունավետ վարելու խնդիրը, քիչ հենվելով հանքային պարարտանյութերի վրա, այլ օրգանական գյուղատնտեսություն զարգացնելով, որտեղ Հայաստանը իր մրցունակությունը արտահանման, օրինակ գյուղատնտեսական արտադրանքի կարող է ապահովել բարձրարժեք եւ էկոլոգիապես մաքուր արտադրանք արտահանելով։ Ազգային մակարդակով սահմանված գործողություններով նպատակ կա մինչև 2030 թվականը արևային էներգիան ընդհանուր համակարգում հասցնել առնվազն 15%-ի։ Դա բավական իրատեսական է, քանի որ արդեն իսկ էներգիայի 13%-ը արևից է ստացվում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացված մոդելին անցնելու շնորհիվ։ Եթե մինչև 2030 թվականը մենք ապահովենք 15% մասնաբաժինը ընդհանուր էներգետիկ կառուցվածքում, մենք կհասնենք վերականգնվող էներգիայի մոտ 50% մասնաբաժնի մինչև 2030 թվականը եւ 60%-ի մինչև 2040 թվականը։ The area of energy is absolutely essential. Մենք պետք է աշխատենք ինչպես էներգաարդյունավետության, այնպես էլ վերականգնվող էներգիայի արտադրության վրա։ Եվ տարածաշրջանային ներկայիս կարգավորման գործընթացի համատեքստում ես հույս ունեմ, որ էներգետիկ փոխկապակցվածության միջոցով մենք կստեղծենք նաև վերականգնվող էներգիայի վաճառքի ավելի շատ հնարավորություններ։ Sale of this renewable energy.
Ածխածնային չեզոքության հասնելու համար Հայաստանը պետք է նաև անտառներն ավելացնի։ Հիմա Հայաստանի անտառները 11%-ից մի քիչ ավելի են։ Փարիզյան համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է անտառային ծածկույթը հասցնել մինչև 13%-ի։ Այդ նպատակի համար պետք է տնկվի 50,000 հեկտար անտառ մինչև 2030 թվականը, իսկ 2050 թվականին անտառային ծածկույթը պետք է կրկնապատկված լինի, դառնալով առնվազն 20%։ Բայց հետաքննող լրագրողները վերջերս այցելել են տարածքներ եւ պարզել, որ ստանձնած 50,000 հեկտար անտառ տնկելու պարտավորության դեռ ընդամենը միայն 2%-ն է իրականացվել, այն էլ ոչ արդյունավետ։ Թեև ժամկետի կեսն արդեն անցել է, բայց Հայաստանի անտառային տարածքներում տնկվել է միայն 1000 հեկտար անտառ։ Այստեղ կա այդ դրված թիրախների, ինչպես դուք նշեցիք, թերի կատարում։ Այստեղ կա մի քանի գործոն, այսինքն նախ իրականացման որակի, երկրորդը կլիմայական իրավիճակի հետ կապված նախկին, այսինքն արդեն փորձված տրադիցիոն մեթոդները չեն աշխատում, պետք է փոխել նաև անտառտնկման ձևաչափը, ընդհանրապես անտառտնկման գործընթացը չի պահանջում ոռոգում, բայց այսօրվա իրավիճակը հաշվի առնելով առանց ոռոգման ապահովման կենսունակությունը տնկարկների ապահովել հնարավոր չէ։ Բայց որոշակի դրական փոփոխություններ էլ կան այլ ոլորտներում։ Օրինակ, նոր շենքերը կառուցելիս հաշվի է առնվում էներգախնայողության գործոնը, ավելացել է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը տնտեսության մեջ, նաև սահմանափակվել է ձկնաբուծարանների կողմից անխնա ջրառը։ Ձկնաբուծության հետ կապված Արարատյան դաշտում ջրի խնդիրները կարգավորելու համար այդ ապօրինի եւ անխնա ջրառը սահմանափակվում է երկրորդական օգտագործման պահանջով ջրերի, այստեղ կա լուրջ օրենսդրական ու կարգավորող դաշտի եւ իրավակիրարկման ուժեղացման արդյունքները կարելի է դրական գնահատել։ Դրական կարելի է գնահատել նաև էներգետիկ ոլորտում վերականգնվող էներգետիկայի զարգացման փոփոխությունները, որոնք բերեցին շատ լայնամասշտաբ արևային էներգիայի կիրառման ավելացման։ Որոնք են այն հիմնական ոլորտները, որտեղ ըստ փորձագետների կառավարությունը պետք է հրատապ քայլեր եւ փոփոխություններ անի։ Մեկը իմ կարծիքով դա ջրային կորուստների նվազեցումն է, որտեղ զգալի են այդ կորուստները, երկրորդը դա վերաբերվում է մեր շենքային ֆոնդի պահպանության խնդրին, վերահսկողությունը նոր կառուցվող, վերակառուցվող օբյեկտների էներգախնայողության եւ իհարկե ամենախոշոր խնդիրներից է նաև տրանսպորտի խնդիրը։ Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ասում է, որպես քաղաքականության օրինակ Հայաստանը կարող է հետևել Եվրամիությունում գործող արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքին։ Սա մի քաղաքականություն է, որը արտադրողներին պատասխանատու է դարձնում իր արտադրանքի ողջ ցիկլի համար, ներառյալ դրա կառավարումը գործածումից հետո, հավաքագրումը եւ վերամշակումը։ I can give you an example, the issue of the extended Օրինակ արտադրողի ընդլայնված պատասխանատվության հարցը վատ օրինակ չէ հետևելու համար, որովհետև այն հնարավորություն է տալիս որոշ արտադրող ընկերություններին պատասխանատու լինել նաև այդ արտադրանքի օգտագործման հետևանքով առաջացող թափոնների համար, որպեսզի նրանք կարողանան այն օգտագործել նաև հետագա վերամշակման համար։ Իդեպ վերամշակումը շատ կարևոր փորձ է, որը մենք կարող ենք փոխանցել մեր հայ ընկերներին։ Recycling, by the way, is a very important experience that we can share with our Armenian friends. It is very important that we all know and we understand what happens with the material that we are using. Շատ կարևոր է, որ մենք բոլորս տեղյակ լինենք եւ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր օգտագործած իրերի ու նյութերի հետ։ Լինի դա հագուստ, մեքենա, անվադողեր, թե սմարթֆոն։ Օրինակ, հին սմարթֆոնները պարունակում են բազմաթիվ երբեմն հազվագյուտ նյութեր։ Մենք պարզապես դրանք դնում ենք դարակում, երբ չենք օգտագործում։ Մինչդեռ եթե դրանք վերամշակվեն, կարող են օգտագործվել նոր ապրանքների մեջ։ Նույնը վերաբերում է ըստ էության մեր օգտագործած բոլոր ապրանքներին։ Ահա թե ինչու մենք պետք է համատեղ աշխատենք շրջանաձև տնտեսության վերաբերյալ հայեցակարգեր մշակելու համար, որոնք ընդունվեն ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածի կողմից։ Հետագայում ես կարծում եմ, որ քաղաքացիները կարող են մեծ դեր խաղալ պահանջելով պետական եւ մասնավոր հատվածից թափոնների կառավարման ավելի կայուն քաղաքականություն, ավելի իրազեկ դառնալով շրջակա միջավայրի մասին եւ մտածելով այն հնարավորությունների մասին, որ իրենք կարող են ունենալ շրջանաձև տնտեսությունից։ Not only by the public sector, but also by the private sector. Ավստրիայում օրինակ նաև կառավարությունն է խրախուսում, որ մարդիկ հնարավորինս խնայողաբար օգտագործեն ապրանքները եւ արդեն մի քանի տարի է փոխհատուցում է համակարգիչների, սմարթֆոնների, կենցաղային տեխնիկայի եւ հեծանիվների վերանորոգման արժեքի կեսը, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն վերանորոգել, այլ ոչ թե նորը գնել։ Այս որոշումից հետո վերանորոգման տարբեր արհեստանոցների հաճախորդների թիվը ավելացել է 20-30%-ով։ Ծրագիրն օգնել է մոտ 50,000 սարք վերանորոգել եւ խուսափել 400 տոննա նոր թափոններից։
վերանորոգումը բավական թանկ է ու ծախսերի կեսը հետ ստանալն իրոք օգնում է։ Wie wir mit dem Wiener Reparatur begonnen haben, haben wir nicht damit gerechnet. Երբ մենք վերանորոգման այս փուլում ծրագիրը սկսեցինք Վիեննայում, մենք չէինք սպասում, որ այսքան ահռելի պահանջարկ կլինի։ Ուստի բյուջեն շատ արագ սպառվեց եւ մենք ստիպված եղանք գումար ավելացնել քաղաքային այլ ֆոնդերից։ Weil der Bedarf und die Nachfrage so groß waren. Իսկ ինչ խոչընդոտներ կան ըստ դեսպանի Հայաստանի համար հասնելու ավելի կանաչ լինելու իր նպատակին։ I think that probably there is only one potential obstacle and this is lack of awareness. Կարծում եմ, որ հավանաբար կա մեկ գլխավոր խոչընդոտ եւ դա իրազեկվածության պակասն է։ Մենք պետք է ավելի շատ խոսենք հնարավորությունների մասին եւ մենք պետք է համոզվենք, որ ավելի շատ մարդիկ են տեղյակ ավելի կայուն ապագայի համար ներդրումներ կատարելու առկա հնարավորությունների մասին։ Երբ կա իրազեկվածությունը, արդեն հնարավորություն կա տեսնել ֆինանսական խոչընդոտները, հասկանալ ներդրումների հնարավորությունները եւ համոզվել նաեւ, որ վարչական կարողություններ կան։ Սա զգալի ներդրումներ է պահանջում թե պետական, թե մասնավոր հատվածի կողմից, բայց շատ կարեւոր է, որ այն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում ցանկացած հասարակության, այդ թվում Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի դա պետական թե մասնավոր հատվածում, տեղյակ լինեն առկա հնարավորությունների մասին։ Become aware of the opportunities which exist. Արագացնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը, արդիականացնել ջեռուցման համակարգերն ու ապահովել մաքուր էլեկտրաէներգիա, ավելացնել մթնոլորտը քիչ աղտոտող տրանսպորտը, կրճատել կորուստները, պայքարել անօրինական ջրառի դեմ, ապահովել հավասար եւ կայուն ջրամատակարարում, խթանել կաթիլային եւ ավտոմատացված ոռոգման համակարգերի կիրառումը, մեծացնել անտառային տարածքները եւ միջոցներ ձեռնարկել կենսաբազմազանությունը պաշտպանելու համար, կիրառել անտառտնկման նոր մեթոդներ, կրճատել քիմիական պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործումը, մշակել ֆերմայից մինչև սեղան ռազմավարություն, խթանել անցումը այնպիսի տնտեսության, որտեղ ապրանքներն ու նյութերը օգտագործվում են հնարավորինս երկար, իսկ թափոնները նվազագույնի են հասցվում, դիտարկել թափոնների հարցում արտադրողի վրա պատասխանատվություն դնելու հնարավորությունը։